Warm welcome, dear Prime Minister Pashinyan. It is truly a great pleasure to welcome you again to our House of Democracy. Thank you for joining us today, and I very much look forward to your address before our plenary in a few moments. Let me begin by saying this, that when Europe looks to Armenia, we see a friend. And I hope that when Armenia looks towards Europe, you see an ally and a partner. It is remarkable how much has been achieved under your leadership, dear Prime Minister, since we last saw each other at the European Political Community meeting in Copenhagen last October. In December, the European Union and Armenia agreed on a new strategic agenda for the EU-Armenia partnership. This step, a change in our relations, will support democratic reforms. It will bolster economic resilience. It will strengthen the rule of law and enhance security cooperation. We also welcome that a visa liberalization action plan was put forward. All of this contributes to Europe's broader objective, first of all, to strengthen our cooperation across the board, and I'm so confident that our parliaments will continue to play a leading role in bringing your country closer to our union. In that spirit, we look forward to continuing our exchanges at next week's EU-Armenia Parliamentary Partnership Committee, as much as we look forward to participating in the upcoming European Political Community meeting in which I will be present in Yerevan in June. In recent days, also with events unfolding in Iran, Armenia has become a vital humanitarian corridor, so I would like to thank you, as I've just done in our bilateral meeting, for facilitating the evacuation of European nationals. Thank you very much, dear Prime Minister. The floor is yours. Շնորհակալ եմ մեծարգոտիկին նախագահ, մեծ պատիվ է ինձ համար հյուրընկալվել այստեղ ձեր կողմից, ինչպես դուք նշեցիք, ժողովրդավարության տանը մենք ժամանակ առ ժամանակ ժողովրդավարություն տուն վերադառնալու անհրաժեշտություն եւ կարիք ենք զգում համոզվելու եւ համատելու համար մեր դեմոկրատական բարեփոխումների ժամացույցը դեմոկրատիայի տան ժամացույցների հետ, որպեսզի համոզվենք, որ ժողովրդավարական բարեփոխումների մեր ընթացքը ընթանում է ճիշտ ճանապարհով, ճիշտ արագությամբ եւ ճիշտ ուղղությամբ եւ իհարկե մեզ համար մեծ պատիվ է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք եվրոպական միության եւ եվրոպական խորհրդարանի աջակցությունը եւ այսօրվա իմ ելույթում ես նաեւ հնարավորություն ունեմ կիսվելու, թե ինչպիսի ընթացք ստացան նախորդ 2.5 տարվա ընթացքում այն թեմաները, որոնց մասին նախորդիվ առիթ ունեցել ենք քննարկել ամենակարևոր բանը, որ հանդիպման ժամանակ էլ ես ասացի, այն է, որ 2025 թվականին ընդունվեց եւ ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որը պատմական նոր փուլ է բացում Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերություններում եւ դա մի նոր խթան է մեզ համար շարունակելու դեմոկրատական ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը։ Դուք արդեն նշեցիք, Հայաստանն ու Եվրոպական միությունը ընդունեցին ռազմավարական նոր օրակարգը, որը մեր հարաբերությունները բարձրացնում է նոր մակարդակի։ Ներկայումս մենք ակտիվորեն բանակցում ենք վիզաների ազատականացման թեմայով։ Այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նաև աջակցություն է ստացել եվրոպական խաղաղության գործիքի միջով Հայաստանում շարունակում են գործունեություն ծավալել Եվրամիության քաղաքացիական դիտորդների առաքելությունը, ում դերը դժվար է գերագնահատել եւ ընդհանուր առմամբ բարձր մակարդակի մեր քաղաքական երկխոսությունը շարունակվում է եւ տեղի է ունեցել եւ գործադիր իշխանության եւ օրենսդիր իշխանության եւ քաղաքացիական հասարակությունների մակարդակում եւ ուրախ եմ արձանագրել նաեւ որ մենք տնտեսական գործակցության բավականին մեծ օրակարգ ունենք եւ կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս հրավերի եւ հնարավորության համար եւ անհամբեր սպասում եմ ձեզ Երևանում
մայիսի սկզբին եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Thank you. Armen Press, Armenian news agency. President Metsola, my question is for you. Taking into account European Parliament's outstanding and continued support for Armenia's democracy, does the European Parliament envisage any possibility of expanding its on-ground presence in the country in order to strengthen engagements with all political parties and promote inclusive dialogue with all parties? Thank you. Thank you very much for this question. First of all, both in my remarks and also the Prime Minister's, I think what you can see in common is that there is a very strong commitment to deepening ties with the European Union. We welcome Armenia's steadfast commitment from parliament to parliament, in our case political dialogue, but also going further with regards to security, trade, regional connectivity. We really want to boost our cooperation, and we have been saying this in this House for many years. Our relations with Armenia have increased significantly in step pace to the ambition of Armenian friends in the last months, and we will continue to strengthen our engagement. This is why we wanted to invite the Prime Minister here today as just a first step during this mandate. We will have next week a meeting of the EU-Armenia Parliamentary Partnership Committee. We also have the very first ever EU-Armenia Summit in May, in addition to the European Political Community meeting. As regards our presence on the ground, these are decisions that we take in the Bureau of the European Parliament. We took a few months ago a decision to inaugurate a presence and office in Moldova last November. The mission of this is to cover the entire eastern neighborhood, including Armenia. So I really want to make sure that with this message, we have a firm commitment to all our Eastern Partnership friends. Good morning, Prime Minister. Regarding ongoing engagement with the European Union, could you please outline what is the next step and the possible timing in terms of EU-Armenia integration? And additionally, given the current situation in terms of security in the region, does Armenia plan to intensify its collaboration with Europe on defense, including, for example, the participation on programs such as SAFE? And are you in talk with any European partner at the moment to enhance their security support to Armenia in the region? Thank you. Գիտեք, մենք անվտանգության ոլորտում արդեն իսկ համագործակցություն ենք Եվրամիության երկրների հետ։ Մենք ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն ունենք Ֆրանսիայի հետ։ Մենք նաև արդեն նշեցի, որ Եվրամիության քաղաքական ներողություն, խաղաղության գործիքի միջոցով արդեն 2 անգամ աջակցություն ենք ստացել Եվրոպական միությունից, եւ մենք ընդհանուր առմամբ համագործակցում ենք Եվրամիության հետ տարածաշրջանային համատեքստում եւ վերջերս Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը մեզ համար հնարավորություն է ստեղծում որպեսզի մենք Եվրամիության հետ մեր համագործակցությունը այդ թվում ենթակառուցվածքային ծրագրերում ընդլայնենք։ Ես ձեր հարցին ի պատասխան մի այսպիսի նրբություն եմ ուզում նշել, որի մասին վերջերս շատ խոսում եմ նաև Հայաստանի Հանրապետության ներսում։ Ընդհանրապես գիտեք, անվտանգություն ասելով շատ հաճախ հասկանում են զենք, զինամթերք, բանակ, հատուկ ծառայություններ, օպերատիվ գործողություններ եւ այլն եւ այդպես շարունակ, եւ մենք շատ երկար 30 տարի այդ ընկալման մեջ ենք եղել։ Հիմնական խնդիրը, որը ես տեսնում եմ եւ հիմնական ընկալման փոփոխությունը, որը ես տեսնում եմ, հետեւյալն է, որ Հայաստանում են շատ խոսում է անվտանգության երաշխիքների մասին։ Ինձ համար հիմա ակնհայտ է, որ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է։ Չկա ավելի հուսալի անվտանգության երաշխիք, քան խաղաղությունը։ Երկրորդ շերտի անվտանգության երաշխիքը համագործակցությունն է, փոխկապվածությունը, տնտեսական համագործակցությունը եւ փոխշահավետությունը, որովհետեւ իհարկե մենք շատ լայնորեն արդեն ասացի, վերջերս մենք նաև ռազմատեխնիկական համագործակցություն
ունենք նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եվրոպական մի շատ երկրների հետ, որ նախկինում երբեք չենք ունեցել, բայց այնուամենայնիվ հասկանալով, որ բանակի զարգացումը շատ կարևոր է եւ յուրաքանչյուր ինքնիշխան երկրի ոչ միայն իրավունքն է, այլև պարտականությունն է, անվտանգության մեր ընկալումները փոխվում են ժամանակի հետ ավելի շատ ռազմականից դառնալով քաղաքական եւ դիվանագիտական եւ ես կարծում եմ որ մենք ավելի շատ պետք է շեշտը դնենք այս տրամաբանության վրա ներսում էլ Հայաստանի ես այս մասին խոսելիս ասում եմ բանակը մեզ համար անվտանգության ոչ թե գործիք է այլ անվտանգության ռեզերվ է երբ որ հանկարծ որևէ պայմաններում իմ ասած առաջնային գործիքները խաղաղության հանկարծ չաշխատեն խաղաղությունը համագործակցությունը փոխգործակցությունը եւ այդպես շարունակ